Ընկերներ ողջույն, սահմանը անցնում ենք Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորության թեկնածու Հասմիկ Հակոբյանի հետ։ Ողջույն տիկին Հակոբյան, շնորհակալություն միանալու համար։ Եթե համեմատում ենք այն ուժերի առարկությունները, որոնցով նրանք դիմել են Սահմանադրական դատարան, որպեսզի դատարանը ի վերջո գնահատական տա ըստ իրենց այն ապօրինություններին, որոնք իրականացրել է իշխանությունը 26 թվականի խորհրդանական ընտրությունների համատեքստում, եւ համեմատում ենք 2021 թվականի հետպատերազմական ընտրությունների արդյունքները, եւ որոնց հետ էլի հաշտ չէին ընդդիմությունը, բայց այն ժամանակ Քոչարյանն էր իր դաշինքով, այսպես ասենք, առաջատարը ընդդիմադիրների շրջանում։ Գրեթե էլի նույն բաներն են 21 թվականին էլ դիմել էին, որ քարոզարշավի ընթացքում Փաշինյանի կամ ձեր ուժի հռետորաբանությունը այդ մուրճ ճոճելը եղել է սպառնալիք, ագրեսիա, վախի մթնոլորտ ու նման բաներ, հետո ասում են քարոզարշավի ամբողջ ընթացքում եղել են այսպես ասենք սահմանափակումներ այլ ուժերի նկատմամբ, մասնավորապես այն համատեքստում, որ ինչ բառապաշար է կիրառել իշխող քաղաքական ուժը եւ նրանց առաջնորդը եւ այլն, հիմա էլ նաեւ այդ հիմքերով են դիմել, դե վարչական ռեսուրս ու նման բաներ, հա։ Հիմա էլ հիմքերը նույնն են եւ նույն Փաշինյանի հռետորաբանությունը, օրինակ Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի կամ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ առանձնապես չէր տարբերվում, էլի սատկացնել, չգիտեմ, վերջներ տալ, ունեզրկել ու ինչ-որ նման բաներ, այս բոլոր հիմքերը էլի կան։ Մի կուսակցություն է միայն մեկ այլ հիմքով դիմել այդ ընտրակաշարք, համակարգային ընտրակաշարքների եւ ըստ նրանց ձևավորված դրանց հետևանքով ապօրինի քվերի մասով, էլի քվեարկությունը արդյունքները անբավեր ճանաչելու մասով, հա։ Դուք եք համարում, որ կամ ասում եք, որ ձևավորվող ընդդիմությունը լեգիտիմ չէ, առնվազն այս հարցում դուք բոլորդ գրեթե միակարծիք եք, հա, կապ չունի ինչ հիմքով եք դուք պնդում, կապ չունի ինչ հիմքով են պնդում ընդդիմության տարբեր թևեր, այսպես ասենք, բայց բոլորը ասում են, որ կա լեգիտիմության խնդիր։ Դուք ասում եք ընդդիմությունը լեգիտիմ չէ, ռադիկալ ընդդիմությունը ասում է դուք լեգիտիմ չեք, այս ժողովրդավար ընդդիմությունն էլ ասում է ընտրված ընդդիմությունը լեգիտիմ չէ եւ բոլորի հիմքերը տարբեր են։ Այսինքն բոլորդ համակարծիք եք, որ կա լեգիտիմության հետ կապված կասկած, ինչու դուք էլ չեք դիմում Սահմանադրական դատարան այդ դեպքում։ Չենք դիմում, որովհետև ժողովուրդը գնացել մեծամասնությունը ձևավորել է իշխանություն եւ մեզ վստահվել է միանձնյա կառավարելու հնարավորությունը։ Այս դեպքում ասել, որ ժողովուրդը չի ընտրել, ճիշտ չէ։ Ժողովուրդը ընտրել է, տվել է մեզ հնարավորություն հաջորդիվ 5 տարիներին իշխանություն էլի ունենալ Հայաստանի Հանրապետությունում։ Այլ բան, որ մենք բարձրաձայնում ենք, որ ընդդիմության հավաքած ձայները մեծ մասը դրանք ընտրակաշառքներով ձևավորված են, ինչի համար մեզ համար հիմք են նույն իրավապահ համակարգի հակակոռուպցիոն կոմիտեի ազգային անվտանգության ծառայության տարբեր բացահայտումները, օրինական կերպով արված ձայնագրությունները մենք մինչև այսօր ամեն օր հերթական նոր բացահայտումն ենք լսում եւ եթե ընտրությունների վերջին օրը, հա, քվեարկության օրը մի քանի հարյուրի էր հասնում այս գործերով անցնող մարդկանց թիվը, ապա հիմա վստահ եմ, որ 1000-ն անցել է։ Սրա բերումով մենք ասում ենք, այո, ընդդիմությունը լեգիտիմ չէ եւ վստահ ենք, որ եթե ընդդիմությունը չկիրառեր այս ընտրակաշառք համատարած բաժանելու կամ արատավոր մեկ այլ բարք, հա, այդ գողականների այդ ինչ որ տենց բաներ, պրագոններ, չգիտեմ ինչեր, ապա անցողիկ շեմը վստահաբար չէին հաղթահարի։ Եվ եթե նրանք վստահ լինեին, որ կհաղթահարեին, ապա իրենց փողը չէին լցնի ջուրը, այդ աստիճան չէին բաժանի, որովհետև օրինակ ուժեղ Հայաստանի այդ քաղաքական ղեկավարը, հա, Սամվել Կարապետյանը, Նարեկ Կարապետյանը, նրանք հայտնի գործարարներ են, հաջողակ եւ ով նրանք հաշվարկներից շատ լավ են եւ վստահաբար պատկերացրել են, որ փողը անիմաստ ջուրը չեն լցնի, նրանք եթե ունենային ընտրվելու հնարավորություն, ապա այդքան գումարը անիմաստ չէին ծախսի։ Նրանք ներդրում են արել, որպեսզի ունենան մանդատ կամ լավագույն դեպքում այդ եռագլխով հավաքվել ու իշխանություն ձևավորել, այդ դեպքում նրանց գումարը շատ հաջողակ գործարք կլիներ, որովհետև գոնե, հա, այն տնտեսական զարգացումը, որը մեր քթի տակ է, կապված ապաշրջափակման հետ, կապված թրիփի գործարկման հետ, Nvidia եւ այլն, հա, այս նոր հնարավորությունները, սա մի քանի հարյուրապատիկով ավել հետ էր գնալու ուղիղ իրանց գրպան, ոչ թե բյուջե, այսինքն քաղաքացիների գրպան։ Եվ ասել,
Այս դեպքում նորից ժողովրդին պետք է կանչել, ասել մի հատ էլ եկեք ընտրեք, սա լուրջ չէ, մանկապարտեզ չէ, ժողովուրդն էլ բան պետք չէ անընդհատ այս նույն process-ներով անցկացնել ժողովրդին, գնացել են ընտրել են եւ հիմա արդեն իրավապահ համակարգը պետք է գնահատականը տա արդեն նաեւ վճիրներով, հա, գործերով հարուցված, թե եւ բոլորը ովքեր ընտրակաշարք են բաժանել, ընտրակաշարք են կերել, բոլորը պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Շատ լավ, այսինքն դուք կողմ չեք, որպեսզի լինեն նոր ընտրություններ։ Գիտեք, ես անձամբ մեկ-մեկ ասում եմ, բա չբռնենք մի հատ նորից ընտրություն անենք եւ սրանք չհասցնեն այդքան փող բաժանեն, այդքան մարդ բերեն դրսից, մի հատ տեսնեն էլի, որ իրանք բացարձակ այդ քվեները չունեն։ Այսինքն, այտենց մեզ անհնար է վախեցնել ընտրություններով։ Մենք ամենաբարդ շրջանում պատերազմից հետո մեզ ոչ ոք չէր ստիպում, բայց մենք հրաժարական ենք տվել, վարչապետը հրաժարական է տվել եւ նոր ընտրություններ է արտահերթ նշանակվել եւ մենք հաղթել ենք։ Եվ հաղթել ենք այն աստիճան, որ մենք էլ չենք էլ պատկերացնում, որ այդպիսի մեծ ուրեմն լեգիտիմությամբ, այդպիսի շատ ձայներով կընտրվենք։ Էնպես որ այտենց մեզ չեն կարող ընտրությամբ վախեցնել եւ ուղղակի նորից այդ ընտրության տանել ժողովրդին նորից էս նախընտրական էս շրջան առանց էլ սա արտահերթ ընտրություններ չէր հերթականներ եւ քարոզարշավի փուլը երկար էր հասկանում եք ողջ համակարգը գրեթե հա այսինքն նախարարներ վարչապետ падգամավորներ բոլորը տեխնացուներ էին իրենց հա հիմնական զբաղվածությունը հենց քարոզարշավներ եւ պետք չէ նորից այս շրջափուլ մտցնել քաղաքացիներին եւ ընդգնացել ընտրել են էլ ինչ կա նորից ընտրելու հա ինչն էր մեկ անգամից անհասկանալի որ նորից հա նորից տանենք այդ ուղությամբ եթե լիներ այնպիսի իրավիճակ որ ժողովրդի քվեն տեղ չի հասել լիներ այնպիսի իրավիճակ եւ վտանգներ եւ դրա լեգիտիմությունը լիներ նոր ընտրություններ նշանակելու իհարկե կգնայինք դրան Շատ լավ։ Տիկին Հակոբյան, Սահմանադրական դատարանը նաև ներգրավել է ներքին գործերի նախարարությանը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, բնականաբար հակակոռուպցիոն կոմիտեին, ազգային անվտանգության ծառայությունից պահանջել է տեղեկություններ տրամադրել այդ ընթացքում Հայաստան ժամանած օտարերկրներում բնակվող Հայաստանի քաղաքացիներից։ Մի խոսքով, տեսեք, երբ դուք խոսում եք ժողովրդավարության մասին, դրա անշրջելիության մասին, մենք միանգամից հիշում ենք առաջին հերթին առհասարակ դատական կամ դատաիրավական ոլորտը, որը հենց այդ ժողովրդավարության առանցքային հենասյուներից մեկն է եւ առհասարակ պետության հենասյուներից մեկն է, բայց այդտեղ դուք ինքներդ խոստովանում եք, որ մեղմ ասած գործերը լավ չեն։ Եվ հիմա դուք կա երեք կուսակցություն, Ծառուկյանի, Կարապետյանի եւ Քոչարյանի, որոնց անվանում եք պատերազմի եռագլուխ կուսակցություն։ Եվ նրանք եւս դիմել են Սահմանադրական դատարան։ Հիմա Սահմանադրական դատարանը ունի մի քանի տարբերակ որոշումներ կայացնելու, հա։ Ցանկացած որոշում, որով Սահմանադրական դատարանը կբավարարի պատերազմի եռագլուխ կուսակցության որևէ հայց Դա նշանակում է, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը պատերազմի եռագլուխ կուսակցությանը տալիս է հնարավորություն այնքանով, որքանով Հայաստանում շարունակել պատերազմ հրահրելու գործընթացը, որովհետև դա այն Սահմանադրական դատարանն է, որը արդարացրել է Ռոբերտ Քոչարյանին։ Եվ պետք է մտածել, թե որ եթե մենք գալիս ենք այնպիսի իրականություն, որտեղ եթե հավատում ենք ձեր ասացներին, որ քաղաքացիական պայմանագրի պարտության դեպքում լինելու է պատերազմ, եւ դուք էլ այս ուժերին կնքել եք պատերազմի կուսակցություն, որոնք ամեն ինչ անելու են դրա համար, ապա պետք է տրամաբանորեն պարզը, չէ՞ որ կարևորագույն պատմական ընտրությունների արդյունքները վիճարկվելու են, եւ եթե դրանց ելքը որևէ ձևով կանխատեսելի չէր ձեզ համար, այսինքն նկատի ունեմ ընդդիմության մասով, հա, թեկուզ նաև ձեր պարտության ենթադրենք, ապա կանխատեսելի էր, չէ, որ այդ պատմականությունը գնալու է վիճարկվի այն դատական համակարգում, որը մեղմ ասած պրոբլեմներ ունի։ Նախ ես ուզում եմ, որ մենք հաշվի առնենք, որ նույն Սահմանադրական դատարանը որոշակի փոփոխությունների է ենթարկվել այն ժամանակաշրջանից հետո, որը դուք մեջ բերեցիք,
Բայց ինչևէ, մենք մի քիչ առաջ խոսում ենք ժողովրդավարության մասին, մեր ինստիտուտներն են եւ մենք մեր ինստիտուտների, այսինքն հերթականությամբ ցանկացած ուժ կարող է համանդրական դատարան դիմել, մենք վստահ ենք լեգիտիմության վրա այս մեր հաղթանակի եւ ինչ վերաբերում է, այսինքն ինչ որ արհեստականորեն ոչինչ չի արվել օրինակ նույն անկախ մարմին ԿՀ-ի հետ, որpիսի մենք մտավախություն ունենանք, որ կգնա այս գործը եւ Սահմանադրական դատարանում մի բան կլինի, հա։ Վստահ եմ, որ Սահմանադրական դատարանը եւս մեկնաբանելու է այնպես, ինչպես օրինակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն է մեկնաբանել, նաեւ շատ կարեւոր է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հիմքում դրել է նույն Սահմանադրական դատարանի նախադեպային որոշումը, հա, այսինքն այնքան ակնհայտ է, ես հիմա էլ կարող ենք մենք դրանից խոսել, ինչպես ստացվեց այդպես, ոնց է հաշվարկը տեղի ունենում, ինչ մեխանիզմ է դրված մեր ընտրական օրենսգրքի հիմքում, որով հաշվարկվում է հենց այս անճշտությունները, բանի, որը նաև նախկին իշխանության գրած սահմանադրության, հա, հիմքով է։ Այսինքն ես նման բաների հետ կապված որևէ մտավախություն չունեմ, իսկ նախապես կանխատեսել թե ինչ կլինի, մի քիչ բան չի, էլի, ինձ համար հասկանալի չի, որովհետև եթե քաղաքացին որոշեր, որ մենք փոքրամասնություն ենք լինելու խորհրդարանում, անկեղծ, եւ մենք կլինենք փոքրամասնություն խորհրդարանում կամ մենք իշխանություն չենք լինի այլ կերպ ասած, բայց մենք նաև տեսել ենք այդ մեծ վստահությունը, մենք նաև տեսել ենք, որ մենք նաև ունենք ավել քվե, քան նախորդ ընտրություններին ենք ունեցել քանակով ավել։ Այո, որոշ հանգամանքների բերումով այն է տենց մեռած հոգիներ բերելով քվեարկության եւ այլն Google-ի, հա, այդ ուղիղ չհասկանալ մեռած հոգիները, ապա թիվը ավելացել է ընտրության մասնակցողների եւ մեր ավել ձայները տոկոսային ավել չեն կազմել, այլ քիչ, բայց մենք հիմա չունենք այն մտահոգող կարգավիճակը, որը կարող էր մեզ տենց ցայտոտնի մեջ գցել, նաեւ այս գործող խորհրդարանի, այսինքն նախորդ խորհրդարանի կարելի ասել արդեն, նախորդ խորհրդարանի մեր կարգավիճակը պահպանվում է, մենք ելի նույն համամասնությունն ունենք, միայնակ իշխանություն ենք ձևավորում, կարող ենք ընտրել տարբեր մարմիններում պաշտոնյաներ եւ այլն եւ այլն։ Եվ նաև վստահ եմ, որ դեռ այս մարդիկ դրած բան են անում, արդարանում են, թե ինչու են վերցնելու մանդատները, իրենք կաշկանդված են լինելու, իրենց գլուխները անպայման պատասխանատվության են ենթարկվելու եւ իրենք, քանի որ գաղափարի շուրջ հավաքված մարդիկ չեն, պարզ է, որ փլվելու է այս ֆրակցիաները։ Դեռևս նախորդ մեծ ֆրակցիան, որը ինչևէ, բայց դաշնակցական, հա, գաղափարախոսություն կար, այսինքն որոշ մարդիկ գաղափարի շուրջ էին հավաքված, ոչ թե փողի քսակի պարզապես, հա, գոնե որոշները կուսակցություններ եւ այլն, մենք տեսանք, թե այդ դաշինքը քանի մասի բաժանվեց, հա, կամ պատիվ ունեմ, դուք տեսաք, որ ենթադրենք, այն որ ասում է 6 հոգով 7 երկ էին երգում, հիմա լրիվ բաններ, պատիվ ունեմիններ։ Այսինքն, երբ որ չկա գաղափար, չկա նպատակ, այս մարդիկ ուղղակի հեշտ փլվում են, որովհետև փողը այն կապող ուժը չէ, էլի, որ տենց այս գոնե դաշտում պետք է պահի այդ մարդկանց իրար կողք, հատկապես երբ որ նրանք գլխատված կլինեն, այսօր նրանք գլխատվելու են, սա մենք նաև խոստացել ենք, նաև դրա համար կա բոլոր հիմքերը եւ նաև շատ կարեւոր է, որ այս ապօրինի կապիտալը եւ մեծ կապիտալը դուրս գա քաղաքականությունից եւ հետեւաբար նաեւ դաշտ բացվի քաղաքական գործիչների համար, ոչ թե փողի իշխանություն լինի, որովհետեւ դա ընդդիմությունն էլ է իշխանություն որոշ խորհրդանի դեպքում եւ տենց ով շատ փող ունի, նա կարողանա լիազորություններ ունենալ եւ մարդկանց ճակատագրեր նաեւ ինչ որ դեպքում որոշել։ Որովհետեւ այդ նույն ընդդիմադիրները հասկանում ենք, չէ, որ Հայաստան են ներկայացնելու գաղտնիության թույլտվություն են ունենալու խորհրդարանում, հա, ինչ որ պատվիրակությունների անդամ են լինելու, դեսպանների հետ են շփվելու եւ այլն, այսինքն կարգավիճակից ելնելով եւ այո, այստեղ մտահոգություն կա եւ մենք նաեւ ամեն ինչ պետք է անենք, որ այսուհետ այդ շատ փող ունեցողները չկարողանան սողոսկել քաղաքականություն եւ իրենց բանով փողով փորձեն առնել քաղաքացիներին։ Դե գիտեք նաև շատ ասում են խնդրահարույցը ինչն է, բոլոր հիմքերը կային նույն Ծառուկյանի, Կարապետյանի կամ Քոչարյանի հարցերը լուծել, այսպես ասենք, հա, իրավական ճանապարհով, բայց իշխանությունը ընտրեց ընտրությունները եւ դրա
տրամաբանությամբ տված խոստումները կամ արդյունքները հաշվի առնելով, մի խոսքով, այստեղ չեմ ուզում շատ Ինչի խորհրդար մասին է խոսքը ուզում եմ հասկանամ, այսինքն ինչ հնարավորություն կար այդ հարցը լուծելու ես։ ասեմ, վարչապետն էլ դրա մասին խոսեց, երբ որ 8 տարի անց Գագիկ Ծառուկյանը ընտրակեղծարարությունների գործով արդարացվեց եւ դրան կասկած հայտնեց հանրապետության վարչապետը, ազգային ժողովում վերջինս այս այդ հարցու պատասխանի ժամանակ եւ հիմա մենք ունենալով նաեւ այդ օրինակը մենք կարող ենք ակնկալել չէ որ 8 տարի հետո նոր այս ընտրակաշարքի ընտրակեղծարարությունների ապօրինությունների ուղղորդումների գործերը նոր դատարաններում ինչ որ վճիռների կհանգեն գուցե նաեւ արդարացման ես չգիտեմ այսինքն դա ենթադրում է որ մենք հաջորդ ընտրությանը ելի կգնանք Ծառուկյանի, Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ ինչպես դուք եք ասում, նրանց պոչերի կամ նոր պոչերի հետ համագործակցաբար, այսպես ասեմ։ Շատ կարևոր է ֆիքսել, որ Ծառուկյանը չի արդարացվել այն առումով, որ նրա հավատարիմ աջ ձեռքը Արուստամյանը, ով նաև իր բիզնեսների կառավարողն էր, այսինքն երբ որ Ծառուկյանը դառնում էր падգամավոր, ամեն անգամ հանձնում էր իր բիզնեսը կառավարման հենց Արուստամյանին, եւ այդ գործերով, որում ներգրաված էր Գագիկ Ծառուկյանը նաև, այդ գործերում այդ մեղավորությունը իր վրա է վերցրել Արուստամյանը եւ Գայիկ Ծառուկյանը այս հիմքով արդարացվել է, բայց մենք նաև վարչապետը նաև խոսեց, որ անհնար է, չէ, որ որևէ դատավոր առանց որևէ շահագրգռվածության չտեսներ այդ ուղիղ կապը, որ Արուստամյանը ոչ թեկնածու է, ոչ այդ գումարները կարող է ունենալ, որ ընտրակաշարք բաժանել, եւ ոչ էլ տենց այնքան է սիրում Ծառուկյանին, որ անկախ Ծառուկյանի կամքից իր համար ընտրակաշարք է բաժանել, չէ։ Այսինքն այս կապը շատ ակնհայտ է ու մեղավորությունը ինչ հետը վերցրել է իր վրա Ծառուկյանը ազատվի, այս պատասխանատվություն, սա իհարկե ապօրինի է, այսպես ասած այս որոշումը եւ այն որ դատաիրավական համակարգում մենք որպես քաղաքական իշխանություն այս տարիների ընթացքում ամեն ինչ արել ենք ինչ հնարավոր է պայմանների բարելավում լիազորությունների ընդլայնում աշխատավարձերի բարձրացում եւ այլն եւ այլն եւ այլն ամեն ինչ արել ենք բայց այն արձագանքը, որը պետք է լիներ համակարգի կողմից, համաչափ չէ։ Հետևաբար մենք գիտենք, որ ատենակալների ինստիտուտի ներդրում, դա բոլոր դատավորների դառնում են ԺՊ եւ այլն, հա, այս համակարգը մենք հիմա դե մշակման փուլում է եւ նոր համանդրության շրջանակում այս հարցերը կկարգավորվեն բայց որ դա մեծագույն խնդիր է եւ որ դուք ոչ միայն ընտրությունից ընտրություն, այլ մշտապես դուք թեկուզ խորհրդարանային վերահսկողության տիրույթում անընդհատ այս հարցերի մասին լսել եք, սա հաստատ է։ Մենք այդ խնդիրները բարձրաձայնում ենք, փոքր քայլերով ենք առաջ գնում, բայց այլևս փոքր քայլերի ժամանակը չէ, եւ նաեւ պետք է արձանագրենք, որ օրինակ այս ընտրությունների ժամանակ նախընտրական շրջանում եւ մինչեւ այսօր պետք է նաեւ նկատել, որ իրավապահ համակարգը որքան արագ է գործում, որքան շատ են բացահայտումները, իհարկե այդ բացահայտումները վստահ են, որ շատ փոքր տոկոսն են անգամ, բայց մենք որ ամեն օր օրը 2 օր աղը 3 անգամ նոր բացահայտում ենք տեսել, սա եւս պետք է արձանագրել։ Օրինակ նախորդ ընտրություններին ես չեմ հիշում նման բան, նաև հետո, հա, 1-2 ինչ որ դատ եղավ եւ 1-2 հոգի մեղավոր ճանաչվեցին նաև ընտրակաշարք բաժանելու մեջ մեղավոր ճանաչվեցին, բայց այս մասշտաբի ուրեմն բացահայտումներ ես չեմ հիշում նախորդի շրջանում։ Սա եւս պետք է նկատել եւ արժանին մատուցել նաև պետականության հիմքում գտնվող, պետականության կողքին գտնվող եւ այն պահպանող բոլոր ծառայողներին։ Ոչ մեկ չի թերագնահատում հուսով եմ հակակոռուպցիոն կոմիտեի այդ թվում աշխատանքը այս իմաստով, բայց այստեղ հարցը այն է, որ հանկարծ չլինի, որ մի ինստիտուտի արած աշխատանքը գնահատի մեկ այլ ինստիտուտ, այնտեղ քնի կամ չգիտեմ, կապերը չտեսնեն դատավորները
ու ինչ որ նման բաներ, հա, այսպես ասենք, ու գործերը այդպես ցնդեն ուղակի ժամանակի ընթացքում։ Ինչևէ, սա լինելու է առաջիկա 5 տարիների ձեր իշխանությանն ուղղված ամենաառանցքային պահանջներից եւ հարցերից մեկը, որը դուք շատ հաճախ լսելու եք։ Ես կխնդրեմ անդրադառնանք մի թեմայի եւս, որը դուք կարծես համենայն դեպս հռետորաբանության մակարդակում բոլորը տանխտիր քննացրեցիք, թեև ձեր ծրագրային դրույթների մեջ եկեղեցու բարենորոգման օրակարգի մասին շեշտել եք, բայց չհիշեցիք կաթողիկոսին, չհիշեցիք, որ մեր հոգևոր նորոգումը ազգային անվտանգության հարց է շարունակում մնալ քարոզարշավի ընթացքում, թեև ամբողջ քարոզարշավը կառուցեցիք հենց անվտանգային բաղադրիչի վրա ու նման բաներ։ Այս համատեքստում ես ուզում եմ նաև նշեմ, որ կաթողիկոսի ջատագովմամբ զբաղվող մամուլը գրել էր, որ վեհափառը ասել է, որ Փաշինյանի Պռուսյան հաղթանակից հետո գալու են իր հետևից, բայց ինքը պատրաստ է մորթվել, ինքը չի հրաժարվելու կամողին եւ ինքը պատրաստ է նաև նստել, բայց երբեք այսպես ասենք հանգստի չի կոչվելու, հա։ Պատրաստում եք մորթել կաթողիկոսին թե ոչ, սա մեկ, երբեք գնում նրա ետևից, ինչու նա ունի այդպիսի մտավախություններ եւ ինչու էր քնած այս օրակարգը, եթե քնած էր կամ դեռ քնած է։ Ինքը վստահ է, որ իր տարբեր գործողություններ ի վերջո հանգելու են նրան, որ նրա հետևից գնալու են։ Որևէ բան քնած չի, ուղղակի հասկանում եք այս բուրըն շրջանում որոշ թեմաներ կարող են երկրորդ պլան անցնել։ Հիշում եք ընթացք կար, երբ որ դա առաջին պլանում էր, բայց հասկանալի պատճառով, բայց որևէ թեմա չի փակվել, դա մեր արձանագրված է նաև մեր նախընտրական խոստումներում, եւ մենք այս հարցերի հետևից միանշանակ գնալու ենք եւ առաջիկայում էլ հաստատ կլսեք նորություններ, այնպես որ սա որևէ կերպ չի մոռացվել այս թեման, սա շատ կարևոր է, այո, ազգային անվտանգային հարց է եւ կարևոր է որ այս հարցը լուծվի։ Ինք այտենց մորթվելու պատրաստ է, չգիտեմ ինչ, թող ընդամենը հավատարիմ մնար Աստվածաշնչին, ոչ թե փորձեր մորթվել այդ մարդը, ու հետաքրքիր է, որ նման մարդիկ, որոնք նման խոսույթով են հանդես գալիս, չեն Քոչարյանն էլ ասում էր ես պատրաստ եմ գնամ նստեմ երկրորդ գիրքս գրեմ եւ այլն, բայց առաջին իսկ հնարավորության դեպքում փորձում էր ճողոպրել երկրից ընդհանրեն ընտրություններից ժամեր անց, նույնն էլ այն երկուսը, հա, եւ Ծառուկյանը մի քիչ ավելի շուտ եւ Նարեկը Կարապետյան տեսանք, որ իբր այդ շատ կարեւոր էր, հասկանում եք, այստեղ փաստորեն բոլոր հարցերը լուծել էին այդ 300,000 ադրբեջանցիների ընտրությունների բան, ինքը շտաբ գնում էր անցնել Վրաստանի կողմ, տեսներ ինչ է կատարվում, հա, այսինքն այտենց շատ տարօրինակ էր, կամ Ծառուկյանը կամ Քոչարյանը այտենց բոլոր իրենց կողմնակիցներին հրավիրում են ԿՀ-ի դիմաց ցույցի, հավաքի, բան, պլանավորում են մեծ հավաք, բայց արագ հեռանում էին, փորձում են հեռանալ Հայաստանից։ Այդ տպավորությունը, որ իրենք փորձում են ստեղծել, դա ընդհանրապես այտենց հերոսանալու բան է, փորձ է, եւ կաթողիկոսի կողմից այդ մորթվելու պատրաստ լինելը, ուրեմն փակը, ուրեմն կալանավորվելու եւ այլնի պատրաստ լինելը, եւ այն երկուսի։ Նրանք որևէ կերպ հերոսին անգամ մոտ չեն, նրանք դասական պրիմիտիվ հանցագործներ են շատ եւ ուղղակի վստահ են, որ այդ օրը էլի մոտ է, դրա համար այնպես փորձում են իբր այո իրենք հերոսաբար կգնան դրան, որովհետեւ իրենք ուժեղ տղեկ են շատ։ Անդրադառնանք նաև կամ ոնց անդրադառնանք, շարունակենք, քանի որ այնպեսի դերակատարների մասին ենք խոսում, արտաքին քաղաքականության մասին է խոսքը հաջորդ։ Տեսեք, հապկից ասացին, որ քննարկելու են անդամ երկրները Հայաստանի անդամակցության հարցը եւ այլն, հետո հապկից նշեցին, որ հիմա իրենց մեջբերումներն են։ Այսպես կոչված Զանգեզուրյան միջանցքի անվտանգության ապահովումը ԱՄՆ-ին հանձնելը, Հայաստանի կողմից իր անվտանգային կառույցներում Եվրամիությանը ներգրավելը ստեղծում են լրջագույն ռիսկեր Հարավային Կովկասում էսկալացիայի ավելացման համար։ Այս մեկ եւ ուզում եմ նաեւ ձեզանից հետաքրքրվել, թե ինչ էսկալացիա է հիմա տիրում Հարավային Կովկասում եւ Հայաստանի շուրջ, որը կարող է ավելանալ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի Հայաստանի հետ գործակցության խորացմամբ, ով է այդ էսկալացիան ըստ ձեր հապկ գործընկերների ավելացնելու, հա, դա որ երկիրն է օրինակ լինելու, եւ հետո մեկ այլ պաշտոնյա Ռուսաստանից ասաց, որ
ՆԱՏՕ-ն անընդհատ մոտենում է Ռուսաստանի սահմաններին, օգտագործելով խամաճիկ ռեժիմները տարբեր երկրների, այդ թվում եւ Մոլդովան եւ Հայաստան։ Եթե ինչ-որ մեկը նկատում է որևէ էսկալացիա, ապա թող ոնց որ կողեն աչքներս էլի, որովհետև ընդհակառակը Հայաստանը գնալով ապա շրջափակվում է նաև մենք տեսնում ենք, որ ֆիզիկապես, հա, մենք անգամ Ադրբեջանով եւ Վրաստանով կարողանում ենք ապրանք ներկրել եւ արտահանել, մենք ուղիղ առևտուր ենք անում Ադրբեջանի հետ եւ այսինքն ընդհակառակը ապա շրջափակում է տեղ ունենում փաստաթղթեր են արդեն կնքվում եւ շուտով նաեւ հողի վրա կսկսեն ֆիզիկապես հա թրիփի հետ կապված աշխատանքները եւ սա կոչել էսկալացիա, սա չգիտեմ ինչ է եւ հետո ձևակերպումները, չէ, Զանգեզուրյան Միջանցք եւ այլն որևէ կերպ դուք որևէ փաստաթղթում նման բան չեք տեսնի եւ նման խոսույթով հանդես է գալիս մեկ Հայաստանի ինդիմությունը եւ պասերով նաեւ ՀԱՊԿ այո որոշ գործընկերներ եւ սա ցավալի է այն կայունությունը, որը այժմ կա մեր տարածաշրջանում, մենք նկատում ենք այստեղ նաև նույն մեր Ռուսաստան մեր գործընկերոջ, հա, Ռուսաստանի Դաշնության դերակատարումը, որովհետև այն բարդ շրջանում Ռուսաստանը հարթակ է տրամադրել, հա, միջնորդ է եղել, որ Հայաստանն ու Ադրբեջանը այն ժամանակ նստեն մի սեղանի շուրջ, հա, խոսեն, եւ լավ կլիներ, որ որպես մեծ եղբայր, որպես ռազմավարական գործընկեր, որպես տարածաշրջանի հզոր երկիր իր ավանդը եւս նկատել Ռուսաստանի Դաշնությունը եւ իրոք փորձեր, ինչպես մեծ այդ հանդիպումներում է հնչում, ուրախանար, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կարգավորվում է հարաբերությունները եւ տարածաշրջանում խաղաղ է, որովհետեւ մեծ այդ հանդիպումներում մենք մշտապես այս ազդակն ենք ստանում, ուղիղ լսում ենք նման խոսքեր, որ գնահատում են, որ կարեւոր է անգամ, եթե Միացյալ Նահանգների միջնորդությամբ է, անգամ եթե Եվրամիության միջնորդությամբ է, միևնույն է իրենց համար կարեւոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղ գոյակցեն նույն տարածաշրջանում եւ համագործակցեն հարաբերություններ ունենան։ Հետո մեկ էլ արդեն թիկունքից post factum տարբեր պաշտոնյաներ կամ սատելիտներ կամ խոսնակներ այնպիսի հռետորաբանություն են բանեցնում, որը արագ տեղ է գտնում նաեւ հայկական մամուլում հետեւաբար հասարակության մեջ, որը գեներացնում է հակառուսական տրամադրություններ մեր հասարակության շրջանում, ինչը մեզ համար հեչ ցանկալի չէ, որովհետև առանց այն էլ ահագնացել է վերջի շրջանում, որովհետև գիտեք Հայաստանի հետ, մեր քաղաքացիների հետ ուլտիմատումով խոսել, տենց գոնե պետք է այնքան հայ կա Ռուսաստանում ապրող, պետք է գոնե մեր ուրեմն արժանապատվությունը եւ այլն հաշվի առնելով ազգային որոշ առանձնահատկություններ, պետք է հաշվի առնել, որ նման լեզվով պետք չէ խոսել մեզ հետ եւ ընդհակառակը պետք է համագործակցել այդ համագործակցությունից նաեւ վստահորեն շահում է նաեւ Ռուսաստանի Դաշնությունը եւ մենք տրամադրված ենք իրոք հարաբերությունների ավելի խորացման, գործընկերային հարաբերությունների, ուղիղ, հա, գործընկերը գործընկերոջ հետ հարաբերությունների, այնպիսի հարաբերությունների, որը ֆիքսված է նաեւ տարբեր փաստաթղթերով։ Ոչ թե մի բան ասել, հետո մի բան խոսել, հետո մի բան դառնա, հետո մի ուլտիմատում ներկայացվի, չգիտեմ, ԵԱՏՄ-ից հեռացնելու մասին խոսակցություններ, որը բացարձակապես այդ որ կանոնադրությունը ուսումնասիրեք նույն ԵԱՏՄ-ի կտեսնեք, որ նման ընդհանցակարգ գոյություն չունի, հա, մի երկրին առանց իր ցանկությամբ հանել։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, այստեղ իրավիճակը այլ է, նույն ՀԱՊԿ-ում մենք ենք սարեցրել մեր համագործակցությունը, հայտարարել ենք դրա մասին, տվել ենք բացատրություն, չենք ստացել պատասխաններ, հրաժարվել ենք վճարել անդամավճարներ եւ եթե այնտեղ կանոնադրությամբ հնարավոր է հեռացնել որևէ անդամի առանց վերջինիս անգամ ներկայության ու ցանկության, այնպես որ եթե կգնան այս ճանապարհով, ապա իրենց իրավունքն է, իսկ ԵԱՏՄ-ի մասով չեմ կարծում, նաեւ որովհետեւ մենք շատ հաջող համագործակցում ենք ԵԱՏՄ-ի հետ, ամենաերևի հաջող գործընկերն ենք այս շրջանակներում ամենաշահած եւ փոխադարձաբար շահած եւ նաեւ նույն պաշտոնյաներից, ինչն է հետաքրքիր, նույն պաշտոնյաներից պաշտոնական խոսակցությունների ժամանակ, պաշտոնապես խոսելու ժամանակ նաեւ առանց մեզ իրենք նշում են, որ Հայաստանը լիիրավ անդամ է, որ ուրախ են Հայաստանը ունենալու համար, որ այս տարբեր սանկցիաներ, տարբեր ցուպիկների հայտնաբերումը, սա նորմալ գործընթաց է, որը մշտապես եղել է, որևէ հատուկ բան չկա եւ որ ամեն ինչ կկարգավորվի։ Դուք էլ հավատում եք նրանց։ Մենք գիտեք, տենց հավատալ չհավատալ չի էլի քաղաքականությունը։ Դե Մենք վստահում եք նրանց։
Դեռ վաղուց որդեգրել են քաղաքականություն, որ մի կենտրոնից կախվածությունը սա վատ բան է եւ պետությունը պետք է ունենա այլ ընտրանքներ, պետք է դիվերսիֆիկացվեն բոլոր ուղղությունները, բոլոր քաղաքականությունները, կլինի արտաքին, տնտեսական, էներգետիկ, ինչ լինի, եւ մենք այս ճանապարհով վաղուցվանից գնում ենք, բայց նման դեպքերում, երբ որ լինում է պրեսինգ մյուս կողմից, մենք ստիպված ավելի արագ ենք քայլում եւ մոտիվացիան ավելի է լինում եւ ավելի արագ ենք գտնում այն այլ ընտրանքը, որը մեզ թույլ չի տա խեղդվել, որովհետև հաշվի առնելով տարածաշրջանը, մեր փակ սահմանները մեր շուրջ, իրավիճակը եւ այլն, մենք իրոք հո չենք խեղդվի, հա, եւ այս դեպքում մեղադրել նույն Եվրամիությանը, որը աջակցում է Հայաստանի ժողովրդավարությանը, որը աջակցում է Հայաստանի նույն տնտեսվարողին, այսօր ծիրան արտադրող գնացեք քաղաքացուն ասեք, գիտեք, բան է, դու պետք է մնաս այս ծիրանը թափես, ոչինչ չանես, որովհետև Ռուսաստանի Դաշնությունն այդպես է ուզում, հա։ Ես այսօր նաև տարբեր ռեպորտաժներ եմ տեսնում տարբեր լրատվամիջոցներից, որ գնում են եւ այդ արտադրող, հա, քաղաքացիներին, մեր գյուղում ապրող հայրենակիցներին տարբեր հարցեր են տալիս եւ բոլորը ինձ համար շատ հաճելի է, որ ընդգծում են, որ եթե անգամ այս հիմա մի քիչ նեղված ենք, մի քիչ էժանով ծախեցինք մեր բերքը, միևնույն է կարևորը քաղաքականությունը ճիշտ է եւ կարևորը որ խաղաղություն է, մեզ մենակ է դա պետք, իսկ մեզ նեղությամբ չես կարող ճնշել, որովհետև մենք մութուցուր տարիներ տեսած բան ենք, ժողովուրդ ենք, սերունդ ենք եւ մենք սենց լավ հայրենակիցներ ժողովուրդ ունենալու դեպքում հատկապես մենք չունենք մտահոգություններ, բոլորը լուծելի են, իհարկե դժվարություններ կան կամ կարող են լինել, բայց բոլորը լուծելի են եւ ես վստահ եմ, որ առաջիկայում եւ Վլադիմիր Պուտինը կշնորհավորի ընտրված իշխանությանը, որովհետեւ նա նաեւ հայտարարել է, որ կաշխատի եւ կընդունի Հայաստանի ժողովրդի կամքը, իսկ կամքը արտահայտված է եւ նաեւ կլուծվեն բոլոր այն խնդիրները, որոնք ծագում են տարբեր իրադարձությունների ժամանակ մեր տնտեսվարողների համար, բայց այս իրադարձությունից մենք դուրս կգանք եւ դուրս ենք գալիս ավելի ուժեղ, որովհետեւ մենք մեր միակ կյանքի ճանապարհը փոխարինում ենք տարբեր ճանապարհներով մեր տնտեսվարողին հնարավորություն տալով անսահման մեծ շուկա ունենալ եւ չկանգնել որևէ շոկի առաջ։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր, падգամավորության թեկնածու Հասմիկ Հակոբյանն էր, բաժանորդագրվեք ալիքին, օրվա զարգացումներին հետևեք Telegram-յան ալիքում, որի հղում այս տեսանյութի մեկնաբանության բաժնում է։